Այնպես իմ ելույթը պիտի նվիրեի Տիկին Վարդանյանին և իրպես մտածող մարդկանց, գիտեք, Տիկին Վարդանյան, ես արդեն 7 տարի է ես պատգամավոր եմ, այս հատվածում շատ մարդկանց եմ, այնտեղից ուշադիր դիտարկում, ոնց են խոսում, ոնց են իրանց պահում, տարբեր են լինում մարդիկ, կան, որ ուղղակի դիտավորյալ աշխատանքը անում են, ու ես միշտ փորձում հասկանամ մարդը, որ խոսում է, ինքը հավատում է այդ խոսացածին, թե չէ, ձեր դեպքում ինձ թվում է հավատում եք, բայց ես այնքան կուզենամ, որ դուք այնքան կուզենամ, ես անկեղծ էլի, ունակ լինեք լսել դիմացինին, ասենք, եւ կարծիք փոխել այն հավատամքի վերաբերյալ, որ դուք ունեք, իսկ ձեր հավատամքը դա դոգմա է ձեր մեջ։ Անցած անգամ դաշնակցությունը համատեցի արխետիպի հետ, բայց էլի մտածել եմ շատ, ուսումնասիրել եմ այս 3 շաբաթում, ինչ-որ կրոնական էլեմենտներ եմ հայտնաբերել դաշնակցականության մեջ, կրոնականության, այսինքն դոգմատիկ, դոգմա է, վերջ, չէ՞, ասենք, հարց եք տալիս, ասում եք, ձեր նպատակը դաշնակցականության դեմ պայքարելն է, կամ ձեզ ընտրել են դաշնակցականության դեմ պայքարելն, ես տեղից ասում եմ, այո, ասում եք, հա, թուրքերն ու ադրբեջանցիները, այսինքն ձեր մտքում հասկանում եք դա, չէ՞, կրոնում ոնց է, չար բարի, չէ՞, չար բաները վատն են, բարի բաները լավն են, մենք աղոթում ենք բարի, լավ, Աստծուն, չար բաներից մեզ պահի, դա դոգմատիկ էլի, դա էլ է աշխարհընկալման ձև է ու ոչ վատ ձև է, որոշակի իրավիճակներում, բայց քաղաքականության մեջ, այսինքն նախ մեզ ընտրել է հայ ժողովուրդը, ինչ կապ ունի թույլ, այսինքն այո, ես կարող եմ հավաստիացնել, որ մեզ ընտրած 680,000 քաղաքացիների 90 եւ ավել տոկոսը մեզ ընտրել է որպես այլընտրանքային գաղափարախոսություն Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի կյանքում վերջին 135 տարիների ընթացքում գերիշխող եւ մոնոպոլիա հաստատած դաշնակցականության։ Մեզ դրա համար են ընտրել, որտեղ մենք առաջարկում ենք այլընտրանք։ Ինչ է դաշնակցականությունը, եթե փորձենք մի քիչ բան անենք, էլի արխետիպից գանք դեպի բան, մի քիչ ձևակերպենք, հա։ Դաշնակցականությունը մտասևեռվածություն է։ Տիկին, ասեմ, դա մտասևեռվածություն է։ Դաշնակցականությունը ցավի իմպուլս է, որտեղ ռացիոնալ խոսքը, տեսեք, ես տեղից բան ասեցի, դուք իմ ռացիոնալ խոսքը, ռացիոնալ բան եմ, չէ՞, դուք մեզ ընտրել եք բան։ Մեզ ընտրել են որպես դաշնակցականությանը այլընտրանք գաղափարախոսը, դուք ասում եք դե թուրքերն ու ադրբեջանցիներն, չէ, հայ ժողովուրդն է մեզ ընտրել։ Ինչ է դաշնակցականությունը։ Դաշնակցականությունը մարդուն կարոտի մեջ պահող գաղափարախոսություն է։ Կարոտի մեջ պահող, կարոտ։ Աշխատանքից կտրող, ծուլացնող, թուլացնող, խեղճացնող գաղափարախոսություն է։ Դու նստիր այստեղ, դու կարոտի, դու երազի։ Երազելը վատ չի, բայց դու միայն երազի, ոչ թե երազի, պլան կազմի եւ հասիր քո երազանքներին։ Դու երազի, ի սկզբանե դիր անիրականանալի նպատակ։ Ի սկզբանե, երբ որ նույնիսկ գիտես, որ դա անիրականանալի է, դիր հորինիր միֆեր, այն օրը ես նայում եմ բանը, ձեր բանավեճն եմ նայում Տիկին Հակոբյանի հետ, այդ մի կտոր է կտրած դրացել, ոնց որ թե դաշնակցության էջնել էր տարածել, հպարտ ասում եք, դուք ուզում եք մեր 5000-ամյա սիմվոլ Արարատ լեռը մեզանից պոկեք եւ այլ։ Տիկին Վարդանյան, դուք ասենք տարական բաներ չգիտեք, էլի։ Դուք 5000 տարին պատկերացնում եք ինչքան շատ է մարդկության պատմության տեսանկյունից։ 5000 տարի առաջ դեռ առաջին բուրգը սարքած չէր։ Մարդկության ամենահին կառույցներից մեկը, ամենաերկարակյաց կառույցներից մեկը, այդ առաջին բուրգը դեռ չկար։ Դեռ մարդիկ նոր էին սկսում գրել սեպագրով, նոր էին սեպագիրը հայտնաբերել, մի 300 տարի է ինչ պատմության տեսանկյունից դա նոր է, էլի համարվում մարդկության պատմության։ Իսկ ես հիշեցնեմ, որ Տիգրան Մեծի ժամանակ արդեն սեպագիրը չէին կարողանում կարդալ։ Հասկանում եք, ինչ ժամանակային հեռավորությունից ենք խոսում։ Այսօր աշխարհում Տիկին Վարդանյան 5000 տարվա անընդհատ ժառանգականությամբ մշակույթ, քաղաքակրթություն գոյություն չունի։ Այն, որը կար, կամ մահացել են, չկան, այն, որը որ 5000 տարի առաջ ստեղծվել է, ինչ որ փուլում վերացել են, չկան, այն, որ կա, լավագույն են ամենահին ապրող, շարունակական, ժառանգական շարունակվող մշակույթները մենք կարող ենք գնահատել որպես լավագույն դեպքում 3000
տարվա շարունակական ժառանգականություն ունեցող։ Դե իհարկե վիճելի եմ անում, բայց վիճելի եմ անում, որ խոսանք այս մասին։ Տիկին Վարդանյանի համար կարող ենք դա երկարաձգել մինչև 4000 տարի, 4000 տարուց, հատուկ, եթե, չէ, որովհետև այնտեղ շատ, չէ, պարոն Խաչատրյան, չեմ կարող ձգել, որովհետև մեր թվարկությունից առաջ 18-րդ դարում շատ կարևոր գլոբալ համաշխարհային շարժեր են տեղի ունեցել, որ այդ հին աշխարհը մաքրել տարել է եւ լրիվ նոր աշխարհակարգը հաստատել այն ժամանակվա անկալումներով։ 5000-ի չեմ կարող հասնել, ես չեմ կարող հորինել նման բաներ։ Խոսում եք կարդալուց։ Իսկ դուք կարդացել եք Լեոյի Թուրքիայի հեղափոխության գաղափարաբանությունը։ Կարդացել եք։ Տեսել եք ձեզ ինչ օրինակ գցում։ Ձեզ դաշնակցությանը։ Բախի չեք ասում այդ մասին։ Տեսել եք, որ ձեզ ուղղակիորեն մեղադրում է արտաքին կառավարման տակ գտնվելու համար։ Տեսել եք։ Ուղիղ մեղադրում է ձեզ 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին մեզ պատուհասած աղետների մեջ։ Ուղղակիորեն ձեզ է մեղադրում։ Հա, բայց մենք հով Լեոն չենք, Լեոն ինձ թվում է անառարկելի հեղինակություն է, չէ՞։ Ասում եք ինչի ազգաբանի Ամակյանբյոնից, ինչի կարճ գերի բառը չի ասում, Տիկին Վարդանյան, որովհետև կարճ գերի բառը ունի մեկ նշանակություն, որը իր մեջ չի ներառում բոլոր պահվող անձանց։ Ռազմագերին դա կարգավիճակ է, ոչ բոլոր պահվող անձինք են, որ ունեն ռազմագերու կարգավիճակ, որտեղ ես որ ասում ես գերի, դա կարող է նշանակի այսքանից այսքանը, օրինակ 23-ից 20-ը կամ 19-ը, չգիտեմ որ ունեն, իսկ այլ պահվող անձինք, ընդհանրապես պահվող անձինք, նշանակում է բոլոր պահվող անձինք, ձերբակալվածներ, կալանավորվածներ, գերիներ, ռազմագերիներ, դա կարգավիճակը, ինչ եք ընկել բանի մեջ, բոլորը պետք է դա ներառում է իր մեջ։ Տիկին Աննա Գրիգորյանը, եկել ստեղ ասում է ինչի Ռարաբիայի համար մոնոպոլիա չեք սահմանել։ Փաստացի։ Կամ էլ թե Ռարաբիայի տնօրենը ասում է, թե վարչապետին գրել է, թե ինչի մյուս հայկական ավիաընկերությունների մուտքը չեք կանխել, որ մենք կարողանանք ձայնագրությունը կա երկրորդ կետով, թե երրորդ կետով ձեր կարդացած նամակի է դա ասում։ Մենք այսինքն Հայաստանի կառավարությունը խոստացել է, որ պետք է հայկական ավիաընկերությունների մուտքը շուկա կանխի, ինչա թե մյուս ավիաընկերությունը գերիշխող դիտի։ Նման բան է խոստացել։ Ես չեմ հավատում, որ Հայաստանի կառավարությունը կամ որևէ լիազորություն ունեցող մարդ նման բան խոստացած լինի։ Իսկ այսօր որ քանի ավիաընկերություն է աշխատում, Հայաստանի դրոշով քանի կան այսօր 6-7 ինքնաթիռներ ունեցող ավիաընկերություններ, դա չեք նկատում դու։ Այսօր որ բանը Հայաստանը դարձել է քանի տարեկան քանի թռիչքա լինում, օրական քանի թռիչքա, հերթեր են, օդակայանում եղած կլինեք։ Արդեն բան են ձևով, արդեն բան են տրանսֆերային թռիչքների համար առանձին գծեր են ընդ սահմանել բան, որ մենք չէինք տեսել, դա չեք տեսնում։ Այո, հարգելի հայրենակիցներ, մեզ ընտրել են դաշնակցականության դեմ, այո, դաշնակցականության դեմ պայքարելու համար, որովհետև դաշնակցականությունը դեմ է ազգային պետություն ունենալու գաղափարին, դաշնակցականությունը չի ցանկանում ունենալ հայկական ազգային պետականություն, դաշնակցությունը ցանկանում է Հայաստանի Հանրապետությունը սարքի պլացդարմ, այլ նպատակներ իրականացնելու համար, դաշնակցության համար Հայաստանի Հանրապետությունը միջոց է եւ ոչ թե նպատակ, սա է տարբերությունը, ձեր համար Հայաստանի Հանրապետությունը միջոց է, միջոց, գործիք, այլ նպատակների հասնելու համար, մեր համար Հայաստանի Հանրապետությունը նպատակ է, ուզում ենք գնում ենք, հասնում ենք, ավելի լավն ենք դարձնում Հայաստանի Հանրապետությունը, մենք պլացդարմ չենք կառուցում, այլ նպատակների հասնելու համար եւ համոզված եղեք, այդ որ ասում եք եղբայրական Իրանի հետ, եղբայրական Վրաստանի հետ, հիմա ասեմ ես ամբիոնից։ Ասեմ, որ դուք չգիտեք, որ 80-ականների վերջին դաշնակցությունը լրջորեն քննարկել է նաեւ Վրաստանի պահանջներ ներկայացնելու հարցը, չեք քննարկել։ Քննարկել եք, ես գիտեմ, որ քննարկել եք։ Լրջորեն քննարկել եք 80-ականների վերջին, Վրաստանին պահանջ ներկայացնեք, թե չներկայացնեք։ Լավ է, փառք Աստծու, եկեք հերքեք, պարոն Մինասյան։ Եկեք, ասեք դուք հաստատ կիմանաք։
Եկեք ասեք, որ նման գաղափար ընդհանրապես չի եղել, ընդհանրապես եղբայրական ժողովուրդը ու վերջ։ Քննարկել եք Փառք Աստծո, դա չի անցել, դա մերժվել է այդ տարբերակը, մեզ այդ դաշտ չեք տալել։ Զարմանալի չի։ Կարել նման բան քննարկել, կարել հաստատվել, եթե Լեոյի ասած մարդիկ մինչև վերջ գնային այդ ճանապարհով, ուղղակի Լեոյի ասած մարդկանց եւ 19-րդ դարի վերջի Լեոյի ասած մարդկանց եւ մեր ժամանակների Լեոյի ասած մարդկանց այդ բաների Լաբանով Ռոստովսկիների նպատակները մի քիչ այլ լինեին։ Այսքան է սպային, վերջ չէ, բանը, սա սկիզբն է, սա վերջը չի, սա դեռ սկիզբն է։ Սա 4-րդ հանրապետության սկիզբն է, եւ ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը կդադարի հետ նայելով, հետ քայլելու անընդհատ ոտքը քարին խփելով ընկնելը, կպտտվի ու կնայի առաջ, ու կքայլի առաջ, էլի սխալներով, ճիշտ քայլերով, բայց միայն կքայլի առաջ եւ կհետևի իր նպատակներին։ Եվ ոչ թե ուրիշների կողմից մեր մեջ դրված նպատակներին։ Շնորհակալություն։ Հենա, պարոն Մանուկյանը եկավ ձեզ ու Լեոյին հակադարձի, բայց գրանցված չի։ Պարոն Մանուկյան, նկատել եք, որ նիստ է։ Արծվիկ Մինասյան, համեցեք։